Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ, շատ ուրախ եմ կրկին հանդիպելու համար, շատ շնորհակալ եմ, որ միշտ մեզ հետ եք։ Բարեկամներ, ես հյուրն եմ եւ իմ հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, մեր եւ ձեր լավ բարեկամ Զվարթ Գասպարյանը։ Ինչու այսօր Զվարթ Գասպարյան, որովհետեւ սա մեր առաջին հետ խորովածի փառատոնային այսպես հաղորդումն է, այսինքն խորովածի փառատոնից անմիջապես հետո առաջին հաղորդումն է եւ այնտեղ Զվարթ Գասպարյանը շահեց լավագույն համ անվանակարգում ոսկե մեդալ։ Դրա մասին ենք խոսելու, իհարկե կերակուր ենք պատրաստելու նաեւ Զվարթ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ մի քիչ թեթևակ է հոգսեր, հոգնածություն, որովհետև փառատոնը այնուամենայնիվ մեզանից բավականին ուժեր տարավ։ Նախ ասեմ, որ 7-րդ փառատոնը կամ խորովածի տոնը, ինչպես մենք նշում ենք, ինձ համար շատ ավելի հաջողված ստացվեց։ Շատ ավելի հաջողված էր։ Ինչ կարծիք ես։ Ես էլ եմ այդ կարծիքին, այս բոլոր մասնակիցներն էին այդ կարծիքին, որ կայացած էր սա ավելի։ Դե տենց էլ պիտի լիներ, կարծում եմ գնալով ավելի լավը պետք է։ Մեր առաջ դրված խնդիրները համարյալ թե բոլորը լուծված էր, շատ ավելի շատ էին զբոսաշրջիկները, շատ ավելի շատ էր տեղի բնակչությունը, ով ուրախ էր եւ մասնակից էր, այսինքն եւ իր բնամթերքն էր վաճառում եւ ինքն էր ուղակի այդպես մասնակցում տեղի բնակչությունը։ Մեր թիմերը բոլորը գոհ են, առաջնությունը անցավ նորմալ։ Պատվոգիր դրվում է խորովածի արվեստի եւ երաժշտության փառատոնի լավագույն համ անվանակարգում առաջին տեղը զբաղեցնելու համար Ազնավուր ռեստորանին։ Ասենք թե ինչ ենք պատրաստելու այսօր մեր հերոսներին։ Այսօր տաք հաղթան։ Շատ արագ պատրաստվող։ Շատ լավ։ Եվ ինչ բաղադրություն։ Եվ սննդարար։ Պետք է օգտագործենք սող, կարմիր բիբար, թթու վարունգ, կարմիր պղպեղ։ Կարմիր տագդեղ, քաղցր, չէ՞։ Կանաչի։ Կանաչին հետ արդեն։ Ինչ ենք անելու։ Ես հասկացա։ Տապակելու ենք սոխը։ Այո, սոխը կտապակենք, բայց ինչպես կտրատենք սոխը։ Բնականաբար մանր։ Ես էլ սուն կտրատեմ։ Մանր ձողիկների, թե մանր։ Չէ, մանր խորանարդիկների։ Սոխը տապակենք։ Մենք երազում էինք, որ միջոցառումը, այսինքն խորովածի տոնը, այնպիսին դառնար, որ անձերից կախված չլիներ, որ իհարկե վերջի անձերն են, որ ստեղծում են, այդպես կազմակերպում են, բայց մեկ-երկու անձ չէ, որ պիտի որոշեն, այսինքն թիմերը ձևավորվեցին, առանց մեծ ջանքերի ձևավորվեց խումբը, ով որ պիտի զբաղեցներ, ով պիտի գեղարվեստական մասը իրականացներ եւ այլն։ Եվ համաչափ եւ ներդաշնակ ամեն ինչը իրականացավ։ Ես մինչև այդ կտրտեմ, թթու։ Իսկ տագդեղը ինչպես պիտի կտրենք, նորից խորանարդների։ Չէ, մի քիչ ավելի զիրուն, այս ձողիկների։ Այո։ Մի քիչ էլ աղցանի մասի խոսենք։ Ինչ պիտի իմանա մեր հերոստատիտողը, ինչը պիտի կարևորի աղցանի մեջ։ Սննդարարությունը ես կարծում եմ, ուրիշ էլ ինչ։ Տեսքը, սննդարարությունը։ Բնականաբար տեսքը, քանի որ սկզբից կշտանում ենք աչքով, հետո նոր ստամոքսով։ Սունկը երևի, հա հիմա։ Մի փոքր վարդագույնի։ Սոխը մի քիչ տապակվի։
Սոխը կարծես թե տապակվեց արդեն։ Սոխից հետո ի՞նչն է, սունկը։ Սունկը կգցենք, սունկը կավելացնենք։ Ընդհանրապես աղցան պատրաստելիս ես միշտ ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ մեր հեռուստատեսողներին հիշեցնել, որ դասական կամ ընդհանրապես ավանդական աղցանացվածը մենք պետք է հասկանանք թարմ բանջարեղեն կամ վայրի ուտելի բույս, աղ ցանված եւ ճաշակ։ Իսկ այն տարբերակը, որ մեզ է հասել մինչ այժմ ջերմային մշակման, այսպես ենթարկված եւ մսային ինչ-որ կոմպոնենտ, սա 17-րդ դարի երկրորդ կեսից արդեն տապակված կամ հաշված մթերքներ ներառվեց, սննդի համակարգ որպես աղցան, իսկ 19-րդ դարից արդեն սեղանի վրա ինչ մսեղեն մնաց, երկրորդ օրը տաշ եւ գնաց որպես աղցան, բայց իրականում աղցան որպես օրգանիզմ է հարկավոր դրա կարիք ունի, թարմ բանջարեղեն պիտի լինի կամ վայրի ուտելի բույս, որով մեր բնաշխարհը իհարկե Ես համեմեմ աղով։ Նաև հիշեցնենք, որ մեր հեռուստատեսողները իմանան, որ աղթալան ճանաչվել է մեր կողմից, մեր հասարակական կազմակերպության կողմից խորովածի համաշխարհային մայրաքաղաք։ Սա մենք ենք որոշել, մեզանից հետո մի ինստանցիա պիտի որոշի իրականում, դա միայն միջազգային ազգերի կազմակերպություն, ՄԱԿ, հա, ես եմ ասում։ Դա է մնում, այսինքն մենք արդեն որոշել ենք եւ դա հենց այդպես է լինել։ Ինչու մայրաքաղաք, ինչու հենց համաշխարհային, որովհետեւ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն վայրերում իսկ դա այդ վայրերը շատ են, որտեղ իրականացվում է խորովածի փառատոներ կամ տոներ աշխարհում։ Աղթալան այդ վայրերից ամենահինն է որպես բնակատեղի, ամենահին քաղաքն է, ամենահին բնակը, այնպես որ արժանի է։ Ու միայն Աղթալայի եկեղեցում են պահպանվել այդ մանրանկարչությունը, որ շատ գունեղ ու շատ գեղեցիկ են։ Այո, դա խորովածից չի պահպանվել է, բայց խորովածից չի, ուղղակի քանի որ շատ հին էր, ես դա էլ նշեցի, տպավորված էր իմ մեջ եկեղեցին։ Սունկն էլ տապակեցինք։ Ինչ պիտի տապակենք հիմա։ Հիմա կավելացնենք թթուվարունգը։ Ամենավերջում կավելացնենք մի կարմիր պղպեղը։ Մեզ բարձր ջերմաշան հարկավոր, բայց բնականաբար սալոջախը այդ ինքը շատ արագ պետք է պատրաստվի։ Կերևապատվելու միջոցով։ Այո։ Եվ ունենք այստեղ մի հետաքրքիր մատուցման ձև լավաշից պատրաստված։ Ես դա պատրաստեցի լավաշից այստեղ, բայց այն կարելի է պատրաստել խմորից խոհանոցային պայմաններում գեղեցիկ կաղապարի մեջ եւ այն ավելի համեղ է։ Ռուսաստանում են օգտագործում այդ հացի մեջ են ինչ-որ բաներ դնում այդ բոքոնի մեջ, կարծում եմ ավելի հարմար է լավաշի մեջ։ Թթուվարունգն էլ կարծես թե արդեն ստացավ այդ ջերմային շոկը, չէ՞։ Այո։ Հիմա տակներ ավելացնենք։ Մի փոքր մաղադանոս։ Դու կանաչիները պիտի ասես ինչ կանաչի կտրատեն։ Մաղադանոս։ Մաղադանոս միայն։ Ու մի ճուղել սամիտ։ Մաղադանոս ու սամիտ։ Սեթրակ, ես կուզենայի, որ հեռուստադիտողները իմանան մեր ժյուրիի կազմում ովքեր էին։ Այո, մեր ժյուրիի կազմում մեր արվեստի գործիչներն էին, վաստակավոր արտիստներ, Լեյլա Սարիբեկյան, Դավիթ Ամալյան, Արսեն Գրիգորյան, Զարա Արամյան, իհարկե լավ ճաշակով մարդիկ, նաև Մակիչ է մեր իհարկե հաջածանոտ, այնպես որ այն թիմներ, ժյուրիի թիմը, որ այս անգամ գոնե որևէ կասկած, որևէ մեկը չկասկածեց, թե շահագրգիռ էին, թե ոչ։ Չնայած չէին էլ կարող շահագրգիռ լինեն, որտեղ նրանք իրականում չէին տեսնում եւ չգիտեին, թե ում են գնահատում։ Ավելացնենք կանաչին։
մաղադանոց եւ սամիտ։ Կարծես թե արդեն Վերջ։ պատրաստ է, չէ՞։ Այո, ես չեմ ուզում, որ պղպեղը շատ Այո, տապակվի։ այո, բացի դրանից բոլոր բանջարեղենները հարկավոր է քիչ ջերմային մշակման ենթարկել, որովհետեւ նրանք շատ զգայուն են ջերմային ռեժիմի նկատմամբ։ Մինչ զվարթը կլսնի, ես նորից հիշեցնեմ, սոխ տապակեցինք, այնուհետև սունկը սոխի հետ, թթու վարունգ, համեմեցինք աղով պղպեղով եւ վերջում կարմիր քաղցր տագդեղ, ինչպես ասում են բուլղարական, չգիտեմ ինչու են ասում բուլղարական, բայց այդ տագդեղը։ Վերջում իհարկե մենք դրեցինք համեմունքներ, մաղադանոց եւ սամիտ եւ պարտադիր այստեղից մենք ներարկեցինք մեր սերը եւ հոգու ջերմությունը, չէ՞։ Այո։ Որը շատ կարևոր է։ Հենց այսպես էլ կարող ենք մատուցել։ Աղցանը կարևոր է, որ լինի գունեղ, լինի շատ չեփված եւ 2-3 մաքսիմում կոմպոնենտ մեջ ունենա։ Շատ լավ, Զվարթ ջան, նորից շնորհավորում եմ քեզ այդ հաղթանակի համար եւ ուզում եմ, որ դու քո ցանկությունները մեր հեռուստատեսողներին հաղորդես, խնդրեմ։ Շատ հաճելի էր, որ բոլորը շատ ակտիվ էին, շատ ուրախ եմ, որ ժողովուրդը մեր բոլոր փառատոները, մեր տոները նշում են, անկախ նրանից դրա հետ միասին նշվում էր Օձունի գանձեր, ինչ որ տոնում էինք մենք, ու այդ բոլոր մասնակիցները մասնակցեցին համ այնտեղ, համ մեզ մոտ, շատ գովելի էր։ Ուզում եմ, որ մի քիչ եռանդով լցվեն ու ուրախ օրեր շատ ունենան։ Ապրես դու։ Իհարկե մեր բոլորիս ցանկությունն է, որ մենք բոլորս լցվենք եռանդով, երբեք չպակասի մեր եռանդը, երբեք մեր այդ տեսլականը դեպի լավը միտված տեսլականը երբեք կասկածի առիթ չունենա։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Զվարթին եւ ցանկանամ, որ ինքը նույնպես երբեք այդ եռանդը չկորցնի։ Ապրես դու, Զվարթ ջան։ Շնորհակալություն։ Իսկ մենք հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ ուզում ենք, որ լինենք բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամենից ճիշտ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Բանջարեղենային զամբյուղ, սունկ 200 գրամ, թթու վարունգ 100 գրամ, կարմիր տագդեղ 150 գրամ, սոխ 100 գրամ, ձեթ 20 գրամ, աղ, սև պղպեղ։ Բարի ախորժակ։